Պարոն Պապոյան, ես քանի որ ժամանակս կարճ էր, փորձեմ այս իմ ելույթով բոլոր այն խնդիրները, որ կան առկային նաև ինձ հարյուրավոր մեր տնտեսվարողները դիմումներ ուղղել են, փորձեմ այդ խնդիրները հերթականությամբ ներկայացնել, թե ինչ խնդիրների առջև են կանգնում մասնավորաբար Վրաստանի Հանրապետությունում։ Տեսեք, դուք ասում եք, որ ինչ որ հարցեր կան, որոնք ձեր միջամտությամբ դրական լուծում են ստացել։ Լավ է, որ ստացել են, ով է դրան դեմ, լավ է, որ ստացել են, բայց խնդիրը ինստիտուցիոնալ լուծման մեջ է, այսինքն ճգնաժամի պարագայում ամիսներ շարունակ խնդիրները, որ կուտակվում են, որոշակի ժամանակ հետո ինչ-որ խնդիրներ լուծվում են, բայց դա ժամանակավոր լուծում է, և այդ խնդիրների այսպես փունջը, խնդիրները ստեղծում մեր տնտեսվարողների, բեռնափոխադրողների համար, կրկնում եմ, և արտահանող, և ներմուծող մեր տնտեսվարողները անհարկի խոչընդոտների են հանդիպում, անհարկի, այսինքն նույն կոնյակ արտադրողը Վրաստանի, մեր բարեկամ Վրաստանի տարածքում ամիսներ շարունակ ստիպված են կանգնել և այդ առումով այդ մարդկանց որևէ պատասխան չկա, իրենց պայմանագրերը, պայմանագրային պարտականությունները չեն կարողանում այդ մարդիկ այդ պարտականությունները կատարել, այսինքն շատ ու շատ այդպիսի խնդիրներ, հիմա մեր գործընկերները սրա բացատրությունը ինչ են տալիս, այսինքն կարող է տարին մեկ ստեղից պատվիրակություն գնա կամ երկու, չգիտեմ, այնտեղից գան, վերջը, խնդրում եմ այս հարցին պատասխանեք, այդ մարդիկ ինչ պատասխան են տալիս այդ արհեստական ձգձգումների և կրկնում եմ, նյութական շահագրգռվածության դիմաց այդ մարդկանց հարցերը լուծելու, ի վերջո պետության պոզիտիվ պարտականությունն է, որպեսզի հնարավորություն ստեղծի այդ մարդիկ, որ կարողանան իրենց բնականում կենսագործունեությունը ծավալեն, ոչ թե զանգով, ոչ թե խնդրանքով, ոչ թե բանով, այլ այդ հարցերը պետք է լուծվեն։ Ես այդ հարցերի լուծումները չեմ տեսնում, այս տարիների ընթացքում չեմ տեսնում այդ հարցերի լուծումները։ Տարբեր վարկածներ կարող ենք քննարկել, դա քաղաքական է, ինչ որ անձնական շահերի հարց է, ինչ որ մարդիկ կան, չէ՞ որ չհագրգռված են, այսինքն դա փակ թեմա չի, դա բաց թեմա է, և ի վերջո համացանցը ամբողջությամբ ողողված է հենց այդ նույն տեսանյութերով, որ մեր հայրենակիցները ուղիղ ասում են։ Գումարը տվեցինք, հարցը լուծվեց, բայց մեր պետությունը, ի վերջո, այդ մարդիկ մեզնից ունեն պահանջելու, ազգային ժողովից, կառավարությունից, և այդ մարդկանց վրդովմունքը իրավացիորեն տեղին է, և պետք է այդ խնդիրները այնպիսի լուծումներ ստանան, որ վաղը մյուսօր գյուղատնտեսական սեզոնն է սկսում, հազար մի հատ հարց կա։ Օգտվելով առիթից, ես ուզում եմ նաև հետևյալ հարցը բարձրացնել, քանի որ ժամանակս քիչ է, շատ կարճ եմ ուզում անդրադառնալ, վերջերս կառավարությունը որոշում կայացրեց և ազգային ժողովը հաստատեց էլեկտրոմոբիլների հետ կապված, ինձ էլ բազմաթիվ դիմումներ են ուղղել մեր հայրենակիցները իրենց խնդրանքով, որ այդ ժամանակահատվածում չեն տեղավորել, լոգիստիկ խնդիրներ է առաջացել և մարդիկ ստիպված են այդ գնված էլեկտրոմոբիլները, այսպես ասած, թանկ մաքսատուրք վճարելով մաքսազերծում անել, այդ հարցի վերաբերյալ կառավարությունը այն մարդկանց, որոնք որ 2025 թվականին գնել են այդ մեքենաներ և ճանապարհին է, հունվարից է արդեն տեղ հասել, իրենց հետ կապված որոշակի լուծումներ ակնկալ են, թե ոչ, շնորհակալ եմ։